Պարոն Գրիգորյան, այսօր վաղ առավոտից նաև Գյումրիում մենք տեղեկություններ ստացանք, որ ձերբակալություններ կին էին ձերբակալել Հայաստան դաշինքից, իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի տունը ողջ օրը խուզարկեցին, քիչ առաջ ես կապվեց իրենց հետ տեղեկություն ստացա, որ հակակոռուպցիոն են տեղափոխել իրեն Երևանը, ընդ որում այն դեպքում, որ Կարապետյանը ընդհանրապես այս անգամ ընտրություններին չի էլ մասնակցում, կամ այդ կնոջը, խեղճ կնոջը Հայաստան դաշինքից ինչի տարան պատգամավորի թեկնածու, ըստ էության վերջին օրով ինչ է կատարվում, պարոն Գրիգորյան։ Նայեք ժողովուրդ, այս առումով արդեն 2 ամիս է մենք ամեն օրվա ռեժիմով գրեթե մենք տեսնում ենք նմանատիպ բաներ, ձերբակալություններ, ճնշումներ, վախի մթնոլորտ տարածել ժողովրդի մեջ, որովհետեւ ավելի շատ տրամադրություններ են, նաև տեսնում ենք վիդեոնյութեր է տարածվում հաճախակի մարդկանց վախեցնելու միտումով, որ չգնաք ընտրությունների, այս ամեն ինչը մի նպատակ ունի։ Իշխանությունը ամեն ինչ անում է, որպեսզի մարդկանց մոտ խորը վախի մթնոլորտ ձևավորվի եւ մարդիկ ընտրության չգնան, եւ դա հասկանալի է, իրենց ընտրազանգվածը գնալու է ընտրության, իսկ ընդդիմադիր ընտրազանգվածի մոտը լուրջ վախի մթնոլորտ են տարածում, առավոտ շուտ իմ թիմագիցներից էլ են ձերբակալել։ Այսօր։ Այո, այսօր էլի տարել են հակակոռուպցիոն կոմիտե, այս պայմանությամբ դեռ ինֆորմացիա չունենք, թե ինչ վիճակում է, չնայած սպասաբաններին ասվել է, որ հետաքրքրվեն, գնան, տեր կանգնեն, մի քանի թիմագիցներ վստահված անձինք, ովքեր որ առավոտյան պիտի տեղամասում լինեին, մինչև այս պահը այդ մարդկանց էլ ոնց որ թե տեղեկություն չկա, չեն կարող կապի դուրս գանք եւ հավանաբար էլի ինչ որ մի բան այդ մարդկանց հետ նորմալ չի։ Բնական բան է իրենց պարագայում արդեն, այս էլ երկրորդ ընտրությունն է, որ 25 թվականի քաղաքապետի ընտրություններից հետո սա արդեն երկրորդ ընտրություններն է, որ մենք տեսնում ենք իշխանության ցայտնոտային վիճակը, խառնված վիճակը եւ հուսանք, որ գյումրեցիները, շիրակցիները, Հայաստանի Հանրապետության բնակիչները հետևություն կանեն այս ամեն ինչից եւ դուրս կգան տներից, կգնան ընտրության։ Սա շատ կարևոր է եւ կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության բնակիչը վերջապես կողմնորոշվելու է եւ իր որոշումը կայացնելու է այսօր։ Տարբերվելու է այս ընտրությունը, պարոն Գրիգորյան։ Դե արդեն տարբերվում է։ Ինչ առումով ռեպրեսիաների, ճնշումների, իսկ արդյունքները տարբերվելու է։ Արդյունքները տեսնենք, արդյունքները մեզանից կախված է, այսպես ասեմ, կոնկրետ ընդդիմադիրներից, իմ մասով Գյումրի քաղաքում Շիրակի մարզում մաքսիմալը արվել է։ Քարոզարշավ, շատ լավ քարոզարշավ են կարել, շատ մարդկանց հետ հանդիպումներ են ունեցել, իսկ մնացածը արդեն պայմանավորված է ժողովրդի որոշմամբ կգնան ընտրության թե չէ։ Նաև ժամանակին ասել ենք, եթե շատ մարդ չգնաց ընտրության, արդյունքները վատելի են։